կարող եք ասել, թե 71 տարեկանում իմ ուժերի ծաղկման շրջանում կրթահամալիրի այս բաների, այս բեղուն շրջանում, ես ասում եմ ամենայն սիրով, ինչի մենք պետք է ընկնենք դատական քաշքշուկի մեջ։ 200 միլիոն դրամով պակաս պետական ֆինանսավորում Աշոտ Բլեյանի հիմնադրած կրթահամալիրին, նույնը եղել է նաև անցած տարի։ Փող չունենալու պատճառով Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի ավելի քան 400 աշխատողները մարտին աշխատավարձ չեն ստացել։ Կրթության և գիտության նախարարությունը հրաժարվում է ստորագրել կրթահամալիրի այս տարվա ծախսերի նախահաշիվը, ինչի հետևանքով էլ Հայաստանում հեղինակային կրթություն ապահովող դպրոցը կանգնել է ֆինանսական խնդրի առջև։ 2006 թվականից մինչև 2024 թվականը գնում է կրթական համակարգը ֆինանսավորման բոլորի կողմից ընդունված կարգերով, մենք այդպիսի ֆինանսական կազմակերպման կարգը ներկայացրել ենք, հրապարակել ենք, ու մեկ էլ հանկարծ միջամտություն լրիվ բանանելը, ինչ որ բանի վրա, որն է բանը, ինչա փոխվել։ Փոխվել է կարգը, Ազատության զրույցում նշում է նախարարության հանրակրթության վարչության պետը Թամարա Սարգսյանի խոսքով այս մասին կրթահամալիրում տեղյակ են։ Երևի կդժվարանամ հիշել, թե քանի անգամ ենք ունեցել հանդիպումներ այդ հարցի շուրջ, եւ կդժվարանամ նշել, թե քանի անգամ է ներկայացվել շատ հստակ եւ մանրամասն պարզաբանում այս կարգավորման նկատմամբ, որովհետեւ ամեն բան շատ հստակ է եւ որևէ մարդ չի կարող կառավարության որոշումը շրջանցելով հաստատության համար սահմանել այս զույգաչափը, որը հաստատությունը, չգիտեմ, առաջարկում է կամ պատկերացնում է։ Թամարա Սարգսյանը պարզաբանում է, որ 2023 թվականի սեպտեմբերից աշակերտ թվով ֆինանսավորումից անցում են կատարել ըստ դասարանների ֆինանսավորման։ Ըստ այդմ սահմանվել է 1 ուսուցչի վճարման դրույքի չափը։ Նաև նշվել է, որ 2021 թվականի սեպտեմբերի դրությամբ գործող դրույքաչափը, եթե անգամ բարձր է կառավարության սահմանածից, պահպանվում է։ Աշոտ Բլեյանի հիմնադրած կառույցը այդ չափը սահմանել է 140,000 դրամ, իրենք էլ հաշվարկներն ըստ դրա են արել, բայց այս տարվա նախահաշվում կրթահամալիրը նախարարությանն է ներկայացրել ավելի մեծ գումար 160,000 դրամ։ Մի քիչ դժվար է այդ մոտեցումը ընդունել, որովհետև նորից եմ նշում, կան տարբեր տարիներին հաստատված տարիֆիկացիաներ։ Չնայած նախարարությունում պնդում են, որ շարժվում են օրենքով եւ ժամանակին կրթահամալիրի ներկայացրած թվերով, Աշոտ Բլեյանն այսօր լրագրողներին պարզաբանում էր, թե ինչու են ժամանակին ներկայացրել հենց այն թիվը 140,000 դրամը, որով էլ այսօր առաջնորդվում է նախարարությունը։ Վրիպակ է եղել, ամենասովորական աշխատանքային վրիպակ, որտեղ որևէ հետևանք չեր ունեցել։ Մինչ Բլեյանն ու մյուսները պնդում են, որ տեխնիկական վրիպակի պատճառով է այս թնջուկը ստեղծվել եւ որ այս նոր կարգից հետո անգամ նախարարությունն իրենց վճարել է ավելի շատ, քան այսօր է պատրաստ վճարել, նախարարության հանրակրթության վարչության պետը հակառակն է ասում։ Նոր կարգից հետո վճարել են հենց նրանց ներկայացրած 140,000 դրամի չափով։ 23 թվականին էլ 140,000-ով եղել։ Նաեւ պետական բյուջեից սնվող կրթական հաստատության ֆինանսական խնդիրներն այսքանով չեն վերջանում։ Իր կազմում մի քանի դպրոց, քոլեջ ունեցող համալիրը նախարարությունը դիտարկում է որպես մեկ միավոր եւ վճարում ըստ դրա։ Հակառակ դեպքում ավելի շատ գումար կհատկացներ։ Նախարարությունում վստահեցնում են, պարզապես պետք է դրան գրանցեն ու խնդիրը կլուծվի։ Աշոտ Բլեյանը չի կարծում, որ այս ֆինանսական պատմության հետևում կա քաղաքական ենթատեքստ։ Պնդում է, ոչ կուսակցական է, ոչ էլ քաղաքական գործիչ։ Անհանգիստ է, վճարված չեն կոմունալները, սաների սննդի ծախսերը, թեև այս խնդիրներին չեն դադարեցրել աշխատանքը։ Այսօր էլ ստացել են նախարարության առաջարկը 5 ամսվա գումար ստանալ նրանց սահմանած տարբերակով, դեռ քննարկում են։